Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Գրետա Մեջլումյանը։ Բարի երեկո, Տիկին Մեջլումյան։ Բարի երեկո։ Շատ շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, շատ սպասված էր այս հանդիպումը, գիտեմ, որ շատ հարցազրույցներ չեք տալիս, շնորհակալ եմ, որ բացառության կարգով այսօր մեզ մոտ եք։ Այո, խուսափում եմ տաղավարներից, խուսափում եմ հարցազրույցներ տալուց։ Չգիտեմ, չեմ ուզում մի տեսակ լինել հանրության կենտրոնում, միայն սիրում եմ բեմում լինել հանրության կենտրոնում, իսկ բեմից դուրս նույնիսկ սիրում եմ աննկատ լինել, չճանաչվել։ Այդպես փաստորեն լինում է, հա, դերասանուհիների մոտ։ Չգիտեմ, ես նույնիսկ հիշում եմ մի փոքրիկ հումորային դեպք, գնացի խանութ հաց էի առնում, որ ասացի, խնդրում եմ այդ հացից տվեք, վաճառողուհին ասաց, վայ, դուք են դերասանուհին եք, չէ՞, ասում եմ, որ, ուզում է հիշել, Գրետա Մեջլումյան, ասացի, հա, ասում են, որ այդպես մեկը կա ու ես նման եմ իրեն, շատ նման եմ, ասաց չէ, բայց ձայնն էլ շատ նման է, ասի հա, ձայնն էլ շատ նման է, հա, դե լավ, ինչ էիք ուզում, շատ անտարբեր արհամարական, ասի հաց, ու այսպես շատ անտարբեր էլ հացը տվեց, հանգիստ վերցրի դուրս եկա։ Տիկին Մեջլումյան, դուք ուսանողներին բեմական խոսք եք դասավանդում, իսկ առօրյա կյանքում դուք մարդկանց իրենց խոսքով գնահատում եք, դատում եք, քննադատում եք, ինչ է ձեզ համար խոսքը մեր առօրյայում եւ այսօր հայ մարդու խոսքին, ինչ գնահատական կտաք։ Աստվածաշնչում ասվում է, չէ, ի սկզբանե էր բանը եւ բանն Աստծո մոտ էր։ Բանը դա ամեն ինչ էր։ Խոսքն է, բանականությունն է։ Ես օրինակ մարդուն դատում եմ խոսքով։ Ես ոչ արտաքինով եմ դատում, ոչ հագուստներով եմ դատում։ Ես սպասում եմ, երբ որ նա բերանը բացում խոսում է, այդ ժամանակ ես հասկանում եմ մոտավորապես ինքը ով է, ինչ մակարդակի տեր անձնավորություն է, ինչպես է հարգում հայոց լեզուն եւ հարգում է արդյոք, թե պարզապես արևածաղկի նման, ինչպես շատերը չրթում են, փողոց են գցում, շպրտում են եւ այդ լեզուն այդպես տարածվում է թե փողոցներում, թե տներում, թե եթերում, թե դպրոցներում, թե բարձրագույն հաստատություններում, նույնիսկ ազգային աթոռներում, նույնիսկ այնտեղ, ինչպես ուզում խոսում են, իսկ խոսքը լեզուն կառավարվող հասկացողություն է, լեզուն, երբ որ մարդը խոսում է, հիմա որ ես ձեզ հետ խոսում եմ, ես ինձ կառավարում եմ, հատկապես երբ որ դուք հանրային ոլորտներում եք, գործ ունեք, ասենք եթերում եք, լսարաններում եք, բեմում եք, չգիտեմ որտեղ, երբ կապ ունեք հանրության հետ, երբ խոսքն ուղղված է շատ մարդկանց, մենք իրավունք չունենք խոսել այնպես, ինչպես ուզում ենք, հենց այնպես։ Իսկ երբ որ դու քո տանն ես, դու կարող ես ազատ խոսել, քո բարբառով խոսել, գիտեմ արվեստագետներ, գրողներ, մեծ մարդիկ, որոնք տարբեր շրջաններից են, հրաշալի բարձր արվեստով տիրապետում են գրական հայերենի, բայց իրենց տանը խոսում են իրենց բարբառներով։ Մեկը ես սիրում եմ իմ լորվա բարբառով խոսել, երբ որ ես գնում եմ լորի, Վանաձոր, երբ որ մերոնց հետ շփվում եմ, իհարկե այդքան շատ ես չեմ կարողանում խոսել, ճիշտն ասած, ասենք լորվա մարդիկ գյուղերում մի քիչ ձգելով են խոսում, մի քիչ չգիտեմ ինչպես չէ, բայց ամեն դեպքում ես ազատ եմ խոսքի մեջ եւ խոսում եմ այդպես բոլորովին, բայց երբ ես դուրս եկա եւ մտա հանրություն, ես իրավունք չունեմ խոսեմ ոչ բարբառով, ոչ այդ հասարակ բառերով, ինչպես ասում են, ոչ այերով, հա, որ անդարձել է արդեն մեր օժանդակ բայը, գնում է, գալիս է, բերում է, այդ այերը արդեն համատարած երևույթ է, նույնիսկ այերով բանաստեղծություն են գրում, նույնիսկ այերով երգում են, նույնիսկ այերով այդ բարձր ամբիոններից խոսում են,
Եվ մենք չունենք վերահսկող աչք, ես չգիտեմ, լեզվի տեսչություն կա, չկա, ինչ են անում, ինչ չեն անում։ Օրինակ ես երբ որ կորոնավիրուսի շրջանն էր եւ բոլորս տառապում էինք եւ տնից դուրս չէինք գալիս, դասերը on-line էին անցնում, այդ ժամանակ ես ուրեմն չգիտեի ինչ անեի, ձանձրույթից, այդ տաղտկությունից, այդ ամեն ինչից եւ ինձ մոտ առաջացավ գիրք գրել բեմական խոսքի ուսուցման համակարգը, գրել ապագա դերասանների համար։ Փառք Աստծո, ուսանողները վերցրեցին, ոմանք գնեցին, շատ-շատերին նվիրեցի եւ այստեղ նաեւ կան ուղղախոսական նորմերի մասին, այսինքն խոսքի, ճիշտ խոսելու, ինչպես չասել այդ բառը, այլ ինչպես ասել եւ այլն եւ այլն։ Եվ հիմա ես այս գիրքը որոշեցի նաեւ նվիրել ձեզ։ Ինչ շնորհակալ եմ Շլումյան։ Հարգելի Լուիզա, սիրով գիրքս նվիրում եմ Կենտրոն TV առանց կարծրատիպերի հաղորդաշարի անձնակազմին օգտակար լինելու ցանկությամբ։ Անչափ շնորհակալ ենք Տիկին Մեջլումյան, համոզված ենք, որ անպայման օգտակար է լինելու եւ սիրով ընթերցելու եմ եւ ուսումնասիրելու ձեր աշխատանքը։ Տիկին Մեջլումյան, իսկ ձայնը ինչ է մարդու համար, ձայնի ելևէջները։ Օրինակ ձեր դեպքում, բացի նրանից, որ գեղեցիկ խոսք ունեք, ձեր ձայնի ելևէջները շատ ազդեցիկ են։ Հիմա այդ ձայնը, այդ մի քիչ ոչ հայկական բառ ասեմ, այդ ինտոնացիան եւ տեմբրը, որ մենք ունենում ենք, դա ի վերուս տրված շնորհ է եւ մարդկանց դուք կարողանում եք իրենց ձայնով տարբերել, ինչպիսին է մարդը։ Ես օրինակ հիշում եմ Օսիպ Մանդելշտամ, չէ՞, այսպեսի գրող ունենք։ Դուք ռուսաց լեզվի մասնագետ եք, գիտեք նա իր գրվածքներում, արձակ գործերում այսպեսի մի տող ուներ ու իմ մտքում դա միշտ մնացել է Դանթեն, Ալիգերի Դանթեն, այդ իտալացի հզոր ստվածային կատակեր։ Այո, ասել է, որ ես մարդուն ճանաչում եմ ձայնից, նաև ձայնից։ Օրինակ ինձ վրա էլ է ձայնը շատ նաև ձայնից կարելի է մարդուն ճանաչել, ձայնով որոշել նրա բնավորությունը, ձայնով որոշել նրա ճակատագիրը։ Այդ հանճարը այդպիսի բան է ասել ու ես միշտ մտածել եմ, որ այո, կարելի է։ Օրինակ, տեսեք, բեմական ասպարեզում մենք ձայնի վրա աշխատում ենք ուսանողների հետ։ Եթե դու ճիշտ շնչառություն դնես ուսանողի մոտ, եթե ինքը ճիշտ է շնչում, այսինքն իր ստոծանին ազատ աշխատում է, ուրեմն նա կարողանում է նաև իր ձայնը կառավարել։ Եթե շնչառություն չունի, ուրեմն նա չի կարող իր ձայնը կառավարել։ Նույնը կարծում եմ կյանքում։ Ձայնը ինքնին տեսակ է, երբ ինչպես ամեն մարդ չի նման չի որևէ մեկին, տարբերվում են իրենց արտաքինով, իրենց ամեն ինչով, նույնն էլ ձայնով են տարբերվում եւ նույնիսկ երբ հեռախոսով խոսում ենք, մենք անմիջապես ընկալում ենք, չէ՞, ով է խոսողը, մենք էլ չենք ասում ով է, անմիջապես ասում ենք ով է խոսողը։ Եվ իհարկե, գիտեք, կա այսպիսի մի բան, մենք ինչ ենք ասենք սովորեցնում կամ ինչ, երբ որ փոքրիկ լսարան է, հիմա ես ձեզ հետ խոսում եմ, ինձ պետք չի, որ ես բարձր տոների վրա խոսեմ։ Ես հիմա ձեզ հետ խոսում եմ կրծքային ռեգիստրով, հանգիստ։ 1 մետր, 2 մետր, 3 մետր տարածքում մենք խոսում ենք այդպես եւ ուսանողին, եթե դու նստած ես սեղանի շուրջը եւ զրուցակից ունես, դու հարկավոր չի քո ձայնը բարձրացնել, դու հանգիստ կարող ես խոսել ու քեզ տիրապետելով խոսել ու քո շնչառությունը քեզ անընդհատ օգնում է։ Այդ պաուզաները, որ լինում են խոսքի ընթացքում, դա այն շնչառության համար է, որ դու արագ, աննկատ, թեթև, անլսելի շնչում ես նաև։ Իսկ ասենք, երբ որ մենք այնպիսի լսարան է, որ ասենք, ինչպես բեմը, չէ՞, մենք բեմում դու կանգնած ես, դու պետք է ելույթ ունենաս կամ պետք է դեր խաղաս, իսկ այնտեղ 200-300 տեղանոց դահլիճը նստած է, դու պարտավոր ես արդեն ոչ թե կրծքային խոսել, որտեղ չի հասնի վերջին նստողին, քո ձայնը չի հասնի, դու դրանով վիրավորում ես նաև նրան, հանդիսատեսին պիտի հարգել, ես կարծում եմ դա եւս քաղաքավարություն է, որ դու այնպես խոսես, որ հանդիսատեսը լսի, այլապես անընդհատ ասում են ինչ ասավ, իսկ ինչու պիտի նա այդպես ասի, նա գումար է ծախսել, եկել է որ տեսնի, եկել է որ ինչ-որ մի բան իր հետ տանի ու չի լսում դու ինչ ես ասում։ Ես այդ գրքում էլ գրել եմ, խոսքը
դահլիճ շպրտվող իր չէ։ Խոսքը դա ոգեղեն երևույթ է եւ դու պետք է դրանով նախ եւ առաջ հանդիսատեսին սնես։ Հանդիսատեսը պետք է քո խոսքի ուժից, քո խոսքի այդ ոգեղեն լինելուց ինքն էլ մի քիչ պետք է արդեն ուրիշ դառնա։ Ինքը պիտի արդեն գա քո աշխարհը մտնի։ Եթե դու խոսք չունես, եթե դու չես կարողանում նրան գրավել, նա անտարբեր է, նա արդեն սկսում է իր հեռախոսի հետ խաղալ, սկսում է կոնֆետի թղթերը ճռճռացնել, չգիտեմ, ծամոն ծամել։ Մենք իրեն չենք կարող մեղադրել։ Ես միշտ մեղադրում եմ դերասանին, բեմում գտնվողին, ուրեմն նա չի կարողանում պահել դահլիճը։ Եվ մենք աշխատում ենք ապագա դերասաններին, ուրեմն մեր ուսանողներին, ոմանք լավ յուրացնում են, կարողանում են հեշտ հաղթահարել, ոմանք էլ մինչև իրենց կյանքի վերջ, այդպես էլ։ Այո, դրանք աշխատանքային գաղտնիքներ են, բայց փաստորեն ձայնը նաև ի վերուս տրված հատկություն է, որով մենք տարբերակում ենք մարդկանց նաև։ Այո, դա էլ։ Տիկին Մեջլումյան, վերջին անգամ, երբ հնարավորություն ունեցա ձեզ ունկնդրելու եւ տեսնելու բեմին, դա Կոմիտասի թանգարանում Սիլվա Կապուտիկյանին նվիրված միջոցառում էր, որտեղ փաստորեն սենց փոքր ներկայացումել էր բեմադրված։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ձեզ ասմունքելիս շատ եմ լսել, շատ եմ տեսել, ունկնդրել, բայց այստեղ փաստորեն մի այլ տեսակի աշխատանք էր։ Դուք նաև ոնց որ Սիլվա Կապուտիկյանի դերը կատարեիք։ Ինչպես այդ առաջարկը տրվեց ձեզ եւ համաձայնեցիք, պարտավորեցնող էր, դուք ինքներդ հետո գոհ էիք այդ աշխատանքից։ Դա Կապուտիկյանի տուն թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանի նախաձեռնությունն էր։ Նա զանգեց, խնդրեց, ասաց այսպիսի սցենար եմ գրել, խնդրում եմ, որ դուք լինեք, այսպես հարցազրույցի ձևով պիտի գնա եւ իր կյանքից դրվագներ, ասելիքներ պիտի ունենա բանաստեղծուհին։ Ասացի, խնդրեմ Արմենուհի ջան, սիրով, ու այդ սցենարը վերցրեցինք Բաղինյան Սամվելը, որ ունի պոեզիայի թատրոն, այսինքն ինքը ստեղծել է պոեզիայի թատրոն Սուրեն Քոչարյանի անվան եւ դա գործում է արդեն ահագին ժամանակ եւ դա էլ այսպես ասած ոնց որ մտավ դրա մեջ եւ Սամվելն ինքն էլ աշխատեց, ինքը դարձավ լրագրող էր, այո, ես ուրեմն բանաստեղծուհին հարցերի միջոցով բացում էինք Սիլվա Կապուտիկյան բանաստեղծուհու աշխարհը եւ իհարկե այնտեղ նաեւ բանաստեղծություններ ընթացքում գնում էին, երգեր էին գնում։ Մի խոսքով ինձ համար հաճելի էր։ Հիմա օրինակ դա արդեն Սամվել Բաղինյանը վերցրեց իր պոեզիայի թատրոն, մի քիչ ավելի ընդգրկուն, մի քիչ ավելի նոր մարդիկ մտցնելով, ասմունքողներ մտցնելով նաև իր գործերը, որպեսզի ավելի լավ մատուցվի, կարդացվի, ներկայացվի, պետք է փետրվարին արվի դա։ Տիկին Մեջլումյան, մի առիթով ասել եք, որ ձեր ամենասիրելի գրական ստեղծագործությունը Խեմինգուեի Ծերունին եւ ծովն է, եւ ասեցիք, եթե ես տղամարդ լինեի, ես անպայման այնպես կանեի, որ դա բեմադրեին կամ խաղայի եւ Ծերունին կխաղայի։ Ինչու այսօր մեր օրերում ինչ կասեիք այդ ստեղծագործության միջոցով։ Դե հզոր գործ է։ Գիտեք, ամբողջ այդ կերպարը Ծերունին իր ամբողջ կյանքն է, ծովի ինքն է, ծովի ամբողջ անցած գնացած այդ իրադարձությունները, այդ որ չի կարողանում այդ շնաձկները իր որսաձուկը այդպես լափում են, ուտում են ու վերջում մնում է չոր կմախքը։ Չգիտեմ, դա ինձ համար ողբերգություն է։ Իհարկե դա հիմա արդեն անցած էտապ է, շատ բաներ ես երազելու ցանկացել եմ խաղալ անել, բայց չի եղել, չի ստացվել, ասեմ ինչու։ Դերասանուհու ճակատագիրը ինչ որտեղ կախված է ռեժիսորի կմահաճույքից։ Այո։ Ռեժիսորը կարող է քեզ տեսնել այդ դերում, կարող է չտեսնել, կարող է դերը տալ, կարող է չտալ, եւ դու մնում ես այսպես մի կողմ, ու այդպես էլ քո երազանքները քեզ հետ ծերանում են։ Ու
զգում ես, որ չէ, այն ինչ արել ես, դա ընդամենը 1/10-ն է։ Օրինակ ես երբեք իմ արածներից համարել եմ, որ դրանք շատ չնչին բաներ են։ Ես իմ ներսում զգում էի, որ կարող եմ, ավելին կարող եմ, կարող եմ, բայց չեղավ, չստացվեց։ Հիմա արդեն հասել ենք մի սահմանի, որ մեր մի ոտքը այստեղ է, մի ոտքը այնտեղ, սահմանագծին կանգնած ենք ու մտածում ես, ինչ որ նոր բան էլ հնարավոր է անել, թե ոչ։ Բայց դրա համար դու ինքդ ոչինչ չես կարող անել, պետք է ռեժիսորը քեզ առաջարկի, ռեժիսորը քեզ պետք է ասի, չգիտեմ, հրամցնի այդ կերպարը ասի, բայց չեն անի, որովհետև այսօր ամեն ոք ունեն իրենց, այսպես ասած, թիմերը, իրենց դերասանուհիները, դա եթե չասենք էլ երևում է, ասենք երևում է, ակներև է։ Ես իհարկե սկզբում շատ էի այդ բաներից վշտանում, նյարդայնանում, տրտնջում ինքս ինձ, բայց հիմա չէ, հավատացեք, հիմա չէ։ Հիմա մտածում եմ, որ երևի թե այդպես էր պետք։ Ճակատագիրը երևի գիտի ինչ պիտի անի, չգիտեմ։ Թեպետ ինքս մոնո ներկայացումներ, ինքս կարողանում եմ սարքել, այսինքն թե վերցնել որևէ գործ, մոնո ներկայացումներ դարձնել եւ այդպես խաղացել եմ շատ բաներ։ Ինձ համար շատ բան է արել Վահե Շահվերդյանը, որ հիմա չկա, ափսոս։ Ես նրա տեսակը, նրա տեղը չկա հիմա, ես զգում եմ, երբ որ մարդը քո կողքին չի արվեստագետը, դու նոր ավելի շատ ես զգում իր կարիքը եւ պակասը։ Եվ նա եղել է իմ ռեժիսորը ավելի շատ։ Ես նրա օրոք 100-ից ավել դերեր եմ խաղացել։ Եվ Վանաձորի Աբելյանի անվան պետական թատրոնում, եւ Սունդուկյանի անվան թատրոնում, այլ ռեժիսորների մոտ էլ զբաղված եմ եղել, բայց քիչ, հատուկենտ։ Հիմա եթե ես ասեմ իմ վերջի 10-15 տարին ես ոչ մի դեր չեմ խաղացել Սունդուկյանում, կարող է զարմանալ, բայց այո, չեմ խաղացել։ Իմ այդ հասուն տարիները այսպես դատարկ գնացին ու ես ափսոսում եմ։ Բայց դու չես կարող գնալ ձեռքդ խփել սեղանին ու ասել ոչ, ինձ դեր պիտի տակ, ես խաղամ։ Չէ, ախպեր չեն ուզում, մի տվեք։ Ես էլ մանկավարժությամբ եմ զբաղվում, ավելի շատ ինստիտուտներում եմ իմ առօրյան անցկացնում, եւ մանկավարժական ինստիտուտում, եւ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, եւ Վանաձորի մասնաճյուղում թատրոնի եւ կինոյի ինստիտուտի, այսպես մի քանի տեղ վազվզում եմ, եւ հիմնականում հիմա ես ինձ ավելի շատ մանկավարժ եմ համարում, քան դերասանուհի։ Տիկին Մեջրումյան, թատրոնի մասին խոսելիս դուք ասել եք, թատրոնը ինձ համար բացարձակ արժեք է, դերասանները կիսաաստվածներ են, բայց նաև ասել եք, որ թատրոնը բարդ է նրանով, որ դա անցողիկ արվեստ է, այսինքն քեզ այսօր տեսան բեմում, վաղը կարող է չտեսնեն եւ առավել եւս ապագա սերունդները։ Այսօր մեր երիտասարդները, ովքեր թատերական աշխարհում են, նման մոտեցումներ ունեն թատրոնին, թատրոնը բացարձակ արժեք է, իսկ դերասանները կիսա աստվածներ, թե պարզապես աշխատանք է դա եւ ինչ որտեղ մենեջմենտ։ Ես այդ նման միտքը ասել եմ, երբ առաջին անգամ մտա Վանաձորի պետական դրամատիկական թատրոն, գիտեք ինչ որ Թումանյանի Լորվա ձորն էր բեմադրվում, Թումանյանի տեքստերի հիման վրա Լորվա ձոր հավաքել էին ու բեմադրում էին։ Մի դերասանուհի կար Մարո էր խաղում, Թումանյանի Մարոն, ու հիվանդ էր, թե չգիտեմ ուր էր գնացել, ես ստուդիայում սովորում էի այդ ժամանակ, դեռ դպրոցական էի։ Հետո ինձ ասացին, որ այս աղջկան տանենք թող խաղա էլի։ Ես երկար այսպես մազեր ունեի, բան, այսպես տլիկ, այսպես բանով, ասեցին, տեղով Մարո է, տանենք խաղա։ Հետո տարան, հիմա նստած փորձում ենք, սեղանի շուրջը տեքստերը բանը, հավատում եք, ես այսպես նստած աշխատում էի չշարժվեմ, նույնիսկ չշնչեմ, հանկարծ մի ավելորդ շարժում չանեմ, որ չխանգարեմ այդ մարդկանց, դրանք ինձ համար այո այդ պահին կիսաստվածներ էին, ու ես այսպես նայում էի, զարմանում էի, Տեր Աստված, այս ովքեր են, այս ինչ են, այդպիսի մի
ինձ մոտ զգացողություն կար։ Իհարկե հիմա տարիներ անց ես հասկացա, որ մենք ինչ բան, մեր խոհանոցը բան մի քիչ ուրիշ է։ Կան նաև շատ այնպիսի բաներ, որ նույնիսկ անդուր է ինձ համար։ Ու հասկանում եք, երբ որ ասացին ընդմիջում, ես տեղից ծելից շարժվեցի, ես այսպես քարացած էլի նստած եմ, հետո ինձ ռեժիսորը ասում է. «Աչիկ ջան, վեր կաց քայլի, շարժվի, գնա, ջուր խմի, հետո արի, ինչ ես այդպես նստել»։ Ասի ոչինչ, նստեցի։ Հետո ես գիտեք ինչն եմ հիշում, դա արդեն դարձել է հումոր ու շատերն են ասում։ Ու երբ որ ես այդ օրը պիտի գնայի Մարոմ խաղայի, այսինքն հենց վաղը մյուս օրը երեկոյան ներկայացումը դրված էր։ Ես արդեն ինձ ասացին մի ժամ շուտ կգաս, որ քո մազերը սարքեն, զգեստը թաքցնեն, այդպես ինչ որ պետք է անեն, որպեսզի պատրաստ լինես։ Ես գնացի ոչ թե մի ժամ, 2 ժամ շուտ, բայց գնացի դրամարկղ, փող տվեցի, մամայից փող էի վերցրել, փող տվեցի, տոմս առա, ու այդ տոմսը վերցրած հանդիսատեսի մուտքով մտա ու բարձրանում եմ գրիմանոց։ Հետո ինձ դերասաններից մեկը ժողովրդական արտիստ Վալոդիա Գրիգորյանն էր եւ բանը հանկարծ տեսա, որ ես տոմսը առել ու մտնում եմ, ինքն էլ էր գալիս, ինքը խաղում էր Լորեցի Սակո։ Մի րոպե աչոնիկ, այդ դու տոմս ես առնում, որ մտնես խաղաս։ Ասի հա, ընկեր Գրիգորյան։ Աղջիկ ջան, դու աննորմալ չես։ Ասաց գնաց այդ խեղճ հաշվապահ հետ, գանձապահ էր, հաշվապահ էր, չգիտեմ ով էր նստած, գնաց վրա այնպես գորգորած, այնպես ինչ ասես, շան լապը լցրեց գլխին, թես երեխային ինչ ես դու տոմս տվել։ Ասաց ընկեր Գրիգորյան, ես չգիտեմ որ ինքը պիտի խաղա, ես ինչ իմանամ։ Այդ երեխան եկա վերցրեց տոմսը, գնաց ես էլ տվեցի։ Դե տար հետ դուր շուտ արա, ջղայնացա վրա, ես էլ լաց եղա։ Ինչի են վրա։ Հետո ինձ հասկացրին, որ չէ, դերասանները տոմս չեն առնում, դերասանները գլուխ խաղում։ Իսկ երբ որ անցավ մի ամիս ու ինձ ասացին Աչիկո գնա ելույթավճարը ստացի։ Գիտեք ինչ այսպես ապշած աչքերից չռեցի, ոնց դերասանները փող են ստանում։ Ասաց չէ, օդով են սնվում։ Ու ես ապշած զարմացած ասի, վայ ինչ ամոթ է։ Ու այդ կիս աստվածները իմ այդ պատրանքը գնաց։ Ոնց աստվածները փող են ստանում։ Չէ, ասեց սոված են մնում, օդով են սնվում, բա ինչ են անում։ Մի խոսքով այդպես, ինչ ասեմ։ Տիկին Մեջլումյան, հայը այսօր խեղճ է։ Նայած որ հայը, այն վերևներում նստած հայերը կարծում եմ խեղճ չեն, լավ էլ իրենց համար ապրում են։ Միջին խավը, ցածր խավը իհարկե խեղճ է, այդ խեղճությունը մեզ սպանում է։ Այդ Հրանտ Մաթևոսյանը ասաց։ Այդ ես դա եմ ուզում, կարող է դուք հիմա մեր հեռուստադիտողին ու ինձ մի այդպիսի նվեր անեք Հրանտ Մաթևոսյանից այդ մի խեղճացիր, գոնե մի քառատող։ Ես կարող եմ Հրանտից մի ուրիշ բան ասել, որ մի կործանվիր։ Որը պատվիրան համար 3, մի կործանվիր, մի խորտակվիր, մարդ Աստծո։ Քեզ կուլ են տալիս զավակս։ Կուլ են տվել ու դեռ կուլ են տալիս։ Ու ես քեզ կասեմ, մարդ չպիտի ենքան քաղցր լինի, որ կուլ տան, ու չպիտի ենքան դառը լինի, որ թքեն։ Դու հո ավետարանի Ղուկասի Սիմոնը չես, այն Սիմոնը, որ հանդից հոգնած տուն էր գալիս բեռը շալակին, ու շատ էր ուզում, որ մեկն իր ոտքերը լվանար, որ գոնե մի քիչ քներ, թեկուզ շալակի բեռան ծանրության տակ, բայց բեռը շալակից իջեցնում են, հիմա էլ Քրիստոսի խաչն են տալիս շալակը, թե Սիմոն, դու լավ բեռնակիր ես, դու լավ համբալ ես, դու լավ շալակ տարես, Քրիստոսի խաչը դու պիտի հանես Գողգոթա։ Այս մեր իշխանների ուսերը խաչի համար չեն ստեղծված։ Դե Քրիստոսն էլ նիհար վտիտ տղա է, չի կարող տանել։ Ուրեմն դու պիտի տանես, քո մեջքը շատ հարմար է Սիմոն, տար Սիմոն, տար, ապրես, կեցես, շատ լավ է, տար։ Ինչու։ Խի։ Ինչի համար։
այսքան չարություն ու այսքան ներել ու մոռանալ, ներել ու ներել, դուք մոռանում եք, որ լեզու ունեք, ձեր բերանները կապվում է ուժեղների դեմ, կամ բառաչում եք, կամ ղրղռացնում, գոնե չարացեք, գոնե մի քար զավթեք գետնից, գոնե հեռվից ու շունցի կապեք, դուք կոտրելու, կտրելու ուժ չունեք, թող մի անգամ ձեր գլխին տվողի բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփի, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն, թող ձեզ զոռով ծալեն, տեսնեմ մյուս անգամ կմոտենան, կծալեն, կկոտրեն, դուք ձեր այս ճամփից, այս թփից դենը չեք էլ գնում այտա, դեր գնում եք քարկապներում էլ մոլորվում եք մնում, այտա ես ոնց էլա, բա ոնց անցկենամ, ձեր դռան կապած շունն էլ մարդավարի չի հաչում, ալարելով, ծոր տալով, դանդաղ, հավ, շունչի էշ է, ինչ հասեմ զավակս, հայրենիքը բոլորինս է, ու հայրենիքը ուրիշին տալ չի կարելի, սահմանդ չպիտի տրորվի, այսօր թուրքը փառահեղորեն բազմել է քո հողի վրա, բոլոր իշխող բարձունքները ձեռքին են, մեր երկինք անցյալից մինչև ապագա բռնել է, սպառնում է, սպանում է, ու դուք էլ պիտի կոտորվեք, հա, ոնց որ այդ ուղղությամբ էլ գնում եք այտա, հայրենիքը չի կարելի տալ, այստեղ ուրիշ փիլիսոփայություն չկա, մտքի վարժանքներ չկան, հայրենիքը բոլորինս է, ու ես քեզ կասեմ, ի հեճուկս հուդայի, ի հեճուկս թշնամու, ի հեճուկս երկրիդ ներսում բույն դրած չարության ու դավաճանության դու չես խաչվելու, ու կասեմ կեցցե են ցեղը, որ չի դիմում ուրիշների օգնությանը, այլ իր հարցերն ինքն է լուծում իր ուժերով, պատվիրան համար 3, մի կործանվիր, Շնորհակալություն Տիկին Մեջլիմյան։ Իհարկե ես կրճատումներով ասացի, որտեղ գիտեմ ժամանակի սղություն կա։ Հրանտ Մաթևոսյանը այնպես է գրել, կարծես այսօր է գրել։ Բայց նա գրել է 20 տարի, 30 տարի առաջ։ Ու տեսեք ինչքան համահունչ է այսօրվա մեր օրերին։ Այո։ Տիկին Մեջլիմյան, դուք կարծրատիպեր ունեք կամ երբևիցե կոտրում եք կարծրատիպեր։ Այն որ որպես զոնքաճ մայրիկ կարծրատիպ կոտրում եք ու միշտ ասում եք, որ փեսայի շատ եմ սիրում եւ գովաբանում եք, դա արդեն կարծրատիպ կոտրել է, իսկ ուրիշ Լուիզա, կարծրատիպ օրինակ ես բացական մեջը երանգ եմ զգում։ Կարծրատիպը դա գիտեք, ինձ համար նաեւ որ քարացած դոգմաներ ունեն, ասել է, չէ՞, դա եք դուք ուզում ասել։ Ես քարացած դոգմաներ այդպես չունեմ ինչ-որ բան, բայց ունեմ հավատամք, ունեմ իմ սկզբունքները, այսինքն սկզբունքներ ունեմ։ Օրինակ ինձ համար շատ մեծ բան է, սկզբունք է, որ բոլոր մարդիկ պիտի բարի լինեն։ Բարի։ Դեռ ես չգիտեմ, այդ բարությունը, միայն բարությունը կարող է փրկել մեզ, այս դաժան աշխարհը, այս ագրեսիան, այս ամեն ինչը։ Եվ դա ես չեմ միայն ասում, դրանք ասում են բոլոր Սարոյանի համար բարությունը, նա ասում էր, երբ որ մարդու մեջ կարեկցանք չկա դիմացինի նկատմամբ, նա զրո է, նրա մեջ էլ մարդ չկա, ու դա ինչ է, նրա մեջ Աստված չկա, իսկ Աստվածը երկնքում չի, էդ էլ ասում է Հրանտ Մաթևոսյանը, Աստվածը երկնքում չի, Աստվածը քո մեջ է, մարդու մեջ է, ու Աստծո աչքը քո միջից է նայում, եթե դու Աստծո հայացքով ես նայում դիմացինին, նշանակում է ինչ որ հրաշք, գեղեցիկ բաներ է կատարվում մեր շուրջը, եթե սատանայի հայացքով ես նայում,
Ստեղծվում է քաոս, քայքայում, չգիտեմ կռիվ, չգիտեմ ինչ, ամեն ինչ։ Ուրեմն ինձ համար դա մեծ, չգիտեմ, մեծ բան է բարի լինելը։ Բարությունը խեղճություն չի, երբեմն ոմանք ոչ, բարությունը հզոր ուժ է, հզոր։ Եվ դա պիտի բոլորն ունենան, բայց այսօր մեր կյանքը ինչ է։ Դաժանություն, ատելություն, մեկը մեկին հայհոյի, մեկը մեկին չարախոսի, մեկը մեկին բամբասի։ Ես չգիտեմ դա ինչի համար է։ Մանավանդ հայ մարդը մենք քաղաքակրթությունից եկած ժողովուրդ ենք եւ պիտի գնանք դեպի քաղաքակրթություն։ Այս ամեն ինչը ես չեմ ընդունում, չգիտեմ, ինձ համար դա շատ անընդունելի է։ Այդ դա իմ սկզբունքն է, որ պիտի բարի լինի։ Ու ես դրանով նաև մարդկանց ճանաչում եմ։ Հիշում եք, չէ, Աստվածաշնչում առակ կա Քրիստոսի հետ, միշտ հիշում եմ, երբ որ այնտեղ փող են հավաքում, գանձանակը պիտի փող գցեն, չէ, ասում է հարուստը իր միլիոններից մի 2 կոպեկ գցեց, բայց մի աղքատ կին գալիս է, ընդամենը 2 լումա ունի, այդ 2 լուման գցում է։ Եվ ինչ է ասում Քրիստոսը, հարուստը նա չի, որ իր միլիոններից մի քանի բան դրեց, չէ, հարուստ այս կինն էր, այսինքն հարուստ էր ինչով, իր հոգով, իր էությամբ, իր բարությամբ, եւ դու կարող ես չէ այդ կնոջը վստահել, դու կարող ես այդ կնոջը մեծություն համարել, որ դու նրա հետ երբեք չես կորչի, որ նա կօգնի ընկածին։ Թվում է փոքր է, չէ, փոքր չէ, փոքրից է սկսվում մեծը ինձ համար։ Գրետա Մեջլումյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Ես ապրում եմ բարության օրենքներով եւ ուզում եմ, որ մարդիկ լինեն բարի, կամեցող, կարեկցանքով եւ հետո հարգեն միմյանց։ Ես այդպես իմ ուսանողներին եմ այդպես ասում, իմ շրջապատին, հարևաններին եւ բոլորին։ Սիրեցեք միմյանց, այսքան բան։ Հայրենիքը ձեզ համար, Տիկին Մեջլումյան։ Հայրենիքը ինձ համար իմ ժամանակն է։ Ժամանակ, որը անցյալից գալիս է ներկա, այստեղ հյուսվում, հետո պիտի գնա գալիք ապագա։ Այդ ամբողջականությունը իմ ժամանակն է, իմ հայրենիքն է։ Հայրենիքը դա դու ես, ես եմ, տունն է, հողն է, ջուրն է, կենդանին է, ծառն է եւ մեր տարածությունը, իհարկե մեր ժամանակը եւ տարածությունը արդեն մի տեսակ հակասության մեջ է, որտեղ մենք տարածքներ կորցրինք, շատ կորցրինք։ Մենք մնացել է մի փոքրիկ բեկոր, ու մեր ժամանակը պիտի խտացնենք այդ բեկորի վրա, որ պահենք։ Ես քո խանդոտ սիրահարն եմ, երկիր, եւ մոռանում եմ քեզ, եւ ուրանում եմ, լքում, բայց հենց մեկը փորձի աչքով անել կողքից, մեջս քնած դևն է միանգամից պորտկում։ Ես քո խանդոտ սիրահարն եմ, երկիր, ոչ քեզ հետ եմ ես հաշտ, ոչ էլ տես առանց քեզ, ոչ մեռնում եմ այսպես, ոչ էլ կարգին ապրում, բայց ուզում եմ լինել, որ դու ապրես։ Եվ առանց քեզ ապրել ասեմ, հեչ չի լինում։ Կա երևի գրված հին թուղթ ու գիր, որ մեզ սպանելով նույնիսկ չի բաժանում։ Տիկին Մեջլումյան, եւ մեր զրույցի ավարտին ըստ հաղորդման ձևաչափի դուք ինձ կարող եք մի հարց ուղղել, իհարկե դա պարտադիր պայման չէ, բայց մենք ունենք այդ հնարավորությունը եւ եթե դուք ունեք այդ ցանկությունը, ես սիրով կլսեմ եւ կպատասխանեմ ձեր հարցին։ Ով եք դուք, Լուիզա։ Ես հայ Լուիզա Սարգսյանն եմ։ Ես կուզենայի, որ ինքս ինձ նկարագրելուց, հայ բառը ասելուց, ինչքան որ դրականը կա այդ հայ բառի մեջ, կցանկանայի ապրել այնպես, որ իմ նկարագիրը ուղղակի լիներ հայ մարդ Լուիզա Սարգսյան եւ կարողանայի անել այն ամեն դրականը, ինչը հայը կարող է իր մեջ պարունակել։ Ապրեք։ Ապրեք։ Ի վերջո մենք դա ենք թողնում աշխարհին։ Այո։
Ապրում ենք, ընտանիք ենք ստեղծում, կոչումներ, պաշտոններ ենք ունենում, դրանք գտնում ենք, կորցնում ենք, բայց ի վերջո հասկանում ենք, որ երկու բան կա աշխարհում՝ հայի լավ տեսակ եւ հայի վատ տեսակ։ Այո, ափսոս հայ մարդ իր արժեքը չգիտի էլի, բոլորը չէ որ գիտեն։ Եվ կարծում եմ երջանիկ է եւ օրհնյալ է այն մարդը, որին մի օր միգուցե արդեն երբ նա կլինի երկնային թագավորությունում, պարզապես կհիշեմ որպես հայ մարդ այսինչ։ Շնորհակալ եմ Տիկին Մեջլումյան, շատ շնորհակալ եմ այս զրույցի համար, իսկապես ինձ համար շատ սպասված, ես ուզում էի ձեզ լսել այս տաղավարում։ Ես ձեզ առողջություն եմ մաղթում եւ նորանոր հաջողություններ։ Նորից եմ կրկնում ձեր խոսքերը եւ ձեզ հետ համաձայն եմ։ Թատրոնը անցողիկ արվեստ է, բայց մենք պետք է ճիշտ պահին, ճիշտ ժամանակին այդ թատրոնի նվիրալներին տեսնենք, գնահատենք, որովհետեւ դուք մի բան եք ասել եք, այս 30 տարիների ընթացքում տենց մի ցցուն կերպար չկարողացանք ստեղծել եւ թողնել, ինչը որ կար առաջ։ Մենք դրա մասին էլ պիտի մտածենք։ Ինչ է լինում, որ սերունդներ են անցնում, դերասաններ են գալիս գնում, բայց մենք դեռ այդ ցցուն կերպարները անընդհատ ման են գալիս ուրիշ ժամանակաշրջաններում։ Ես մաղթում եմ, որ մեր ժամանակը, մեր հայ արվեստը, հայ բեմը, հայ թատրոնը անցողիկ արվեստ է, բայց բոլոր ժամանակներում կան դերեր, կանգնի բարձունքին։ Այո, որոնք պետք է կանգնեն բարձունքին, այո, եւ որոնք թողնում են իրենց ուրույն տեղը հայ բեմական արվեստում։ Ես ընդամենը 2 օր առաջ եմ տեսել համազգային թատրոնում բեմադրություն, այ դա բարձունք էր։ Ես բոլորին խորհուրդ կտամ գնան նայեն։ Դա իրոք թատրոն էր, դա իրոք տոն էր, եւ ես հիացած էի, ապրեն իրենք։ Ինքը ոչ միայն հայկական, այլ միջազգային արենա կարող է մտնել, լիարժեք։ Թող հարատևեն ձեր հաղորդաշարերը, թող սերն ու բարությունը միշտ հագեցած պահի ձեր ջերմ ու մտերմիկ մթնոլորտը։ Շնորհակալ ենք շատ։ Խնդրեմ։ Այսպիսին ներգրետ Մեջլումյանը առանց կարծրատիպերի։ Տիկին Մեջլումյանը կարծում է, որ կարծրատիպերը բացասական երևույթ են։ Նա կարծրատիպեր չունի, բայց ունի սկզբունքներ։ Այնպես որ ապրեք առանց կարծրատիպերի։ Մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։